Ողջույն սիրելի հայրենակիցներ, այս օրերին, երբ ամբողջ երկիրը ներքաշված է նախընտրական այս թողողի մեջ, ես էլ որոշեցի ձեզ համար ընթերցել իմ բանաստեղծություններից մեկը, որը գրել եմ դեռևս 2024 թվականի ապրիլի 1-ին։ Բանաստեղծությունը ունի քաղաքական ենթատեքստ եւ կոնկրետ հասցեատեր։ Բանաստեղծությունը վերնագրել եմ Ողջույն դավաճան։ Ողջույն դավաճան, այո հենց այդպես, ուրիշ էլ ինչպես ասա դիմեմ քեզ, Պետրոս Գետադարձ, թե Տիգրան Կրտսեր, գուցե նոր Յահուդան ես տուներ։ Գիտեմ, զարմացար դիմելուց ձևից, բայց ես էլ մարդ եմ, ձուլված չեմ քարից։ Լցվել է գավը իմ համբերության, մահն է փրկիչդ, ով ազգակործան։ Անտուն, անկրոն, անհող անտանիք, սա է քո վերջը, այ անհայրենիք։ Տես քեզնից առաջ քանի դավաճան, անցավ անհատակ գիրկը պատմության։ Եթե մեր ուժան ստոր արծրունին իմացած լիներ մի օր քո մասին, այժմ Սամվելը, մեր Մամիկոնյան, գուցե չսպաներ հորը դավաճան։ Քանի նախատիպ տես ունես ըստիս, Հովհաննես Սմբատ, նաև Վես Սարգիս, մեկը անժառանգ, վախկոտու տգետ, մյուսը հունասեր ու բյուզանդամետ։ Դավաճանության բազմաթիվ դեպքեր, այս անգամ զոհն է մխիթարը մեր, Մելիք Ֆրանգյուլ և Տեր-ավետիս, թող Աստված փրկի չարից հայազգիս, Ռեսավոյին եմ շատ հաճախ հիշում, նա է Սերոփին թույնում և մատնում, նմանի դեպքում լինի վաղ թե ուշ, միշտ կա Անդրանիկ և Գևորգ Չաուշ։ Թովմաս Էֆենդի, այսպիսի կերպար կերտեց խենթի մեջ Ռաֆին մեզ համար, բայց անգամ ուղին ապաշխարության չի մաքրի բիծը ազգադավության։ Շնորհակալություն։